Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenia TV-ի եթերում մեկնարկում է «Արի պայմանավորվենք» ժամանցային հաղորդումը։ Ինչ է իրենից ներկայացնում մեր նոր հաղորդումը։ Մեր հաղորդման մասնակիցը իր մտերիմներից ինչ-որ մեկի հետ պետք է այցելի մեզ հետ նախորդ պայմանավորված վայրերից մեկը։ Մասնակիցը կունենա ականջակալ, որի միջոցով կլսի բոլոր հրահանգները, որը ես նրան կտամ, եւ պարտադիր կերպով պետք է դա կատարի։ Իմիջիալոց ես ասեմ, որ հրահանգները չեն լինելու հասարակ։ Օրինակ ես կարող եմ ասեմ, որ կանգնի աթոռին, ասա բանաստեղծություն կամ օրինակ հաչա։ Իմիջիալոց ասեմ, որ այդ առումով ես ունեմ շատ զարգացած երևակայություն։ Մի խոսքով մեր մասնակիցը կփորձի փող աշխատել իր մտերիմի ներվերի հաշվին։ Եթե մտերիմը կարողացավ 10 րոպե դիմանալ եւ չհեռանալ տաղավարից, կամ ես հասկացա, որ նրանք նախորդ պայմանավորվածություն չունեն, մեր մասնակիցը կստանա 50,000 դրամանոցներ քարտ Technolife խանութ սրահի կողմից։ Իսկ եթե ես հասկացա, որ նրանք նախորդ պայմանավորվել են, կամ մեր հյուրը թողնի եւ գնա տաղավարից, ցավոք սրտի այս նվերքարտը կմնա ինձ։ Կարճ ասած, ձեր մտերիմների ներվերի հաշվին մենք պատրաստ ենք գումար փոխանցել ձեր հաշվին։ Դե ինչ ժամանակն է ներկայացնել մեր հաղորդման առաջին մասնակցին։ Ողջույն, Աննա, ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Ում ներվերի հաշվին ես դու այսօր ուզում այստեղից տանել 50,000 դրամ։ Ընկերուհիս։ Իսկ մտերիմ ընկերուհիդ է։ Այո։ Իսկ ինքը նյարդերի տեսակետից կայուն է։ Բավականին հանգիստ է։ Շատ լավ։ Ես քեզ մի քանի պայման եմ ուզում ուղղակի ասել, որ դու անպայման իմանաս։ Դու ունենալու ես ականջակալ, որի միջոցով լսելու ես իմ բոլոր հրահանգները։ Ես քեզ ասեմ, իմ յուրաքանչյուր հրահանգ պարտավոր ես ուղղակի կատարել։ Եթե դու չկատարես իմ հրահանգներից որևէ մեկը, ես ուղղակի կդադարեցնեմ խաղը եւ դու կզրկվես Technolife խանութ սրահի կողմից տրամադրվող 50,000 դրամանոց քարտից։ Հասկացա՞ր։ Մեկ պայման եւս։ Եթե ընկերուհի դիմացավ 10 րոպե քո անհասկանալի պահվածքին, դու կստանաս այս նվեր քարտը։ Եթե ես հանկարծ Աննա հասկացա, որ քո ընկերուհի տեղյակ է եւ դուք ուղղակի եկել եք, որ ինձանից փախցնեք այս 50,000 դրամանոց նվեր քարտը, ես կդադարեցնեմ խաղը։ Հասկացանք իրար։ Հասկացանք։ Դե արի պայմանավորվենք, որ դու այսօր քո ընկերուհու հետ հանդիպում ես սրճարանում, բնականաբար մեր հսկողության տակ։ Պայմանավորվեցինք։ Արի պայմանավորվենք։ Ժամանակը գնաց։ Պետք է ընդամենը 10 րոպե դիմանա։ Բայց ապսես որ ախպերներ չկան։ Հա, բայց խոսացիները տխրել էին։ Հա, ասեն առած մեծ հարսանիք է կարևոր, զանգել էին։ Եթե դու ինձ լսում ես, աջ ձեռքդ բարձրացրու վերև։ Վերև բարձրացրու։ Հաշունը կգան տենանք էլի։ Քո հարսանիքին երևի կհասցնեն, չէ՞։ Չէ, այս տարի չեմ, մյուս տարի է իմը։ Ինչանվե։ Ոչ։ Դու ինքան բանկամներ ինչ մի անգամից գրած։ Հակորիկից թե պետք է ասում դու անգամից գնաս։ Հիմա գիտես ինչ արա, ասա որ հիվանդ ես ու 5 վայրկյանը մեկ փռշտա։ Ապրես գիտես չէ հիվանդ եմ ահավոր։ Հա փռշտում եմ ձենից այդ շո։ Էլի։ Բայց այ վերցնեք, ինչ սոկը վերցրիր։ Շոտի բանամ է։ Լավ չէ։ 10 անգամ փռշտա։ Ինչ եղավ։ Չգիտեմ, խեղդվեց։ Ես ասեմ, խի։ Անես ջուրը խմի, եթե մի խմի։ Գազ զալես խմի։ Չէ։ Լավ է։ Խմա բեսա կհանգստանա։ Այդ իմ քաղցրանես ջուրը խմի։ Չեմ հասկանում, երևի որ անձրևի տակ եմ մնացել դրանից է։ Ուզում ես անես խմի։ Լավ է։ Լավ է։ Հեսա կդզվեմ։ Ռսա դա ջերմություն ունես։ Չէ, քիչ բացուցո տակ է։ Հիմար բաներ խոսա, ասա օրինակ այնց բանը 3 օրվա բորշ կուտեի։ Հետո գնաց հիմա ինչ կուզեի։ Ասենք 3 օրվա բորշ ես կուտեի։ Լուրջ եմ ասում։ Կամ խաշլամի ջուր։ Կամ խաշլամի ջուր կխմեի հոպես օրենց հիմա։ Տենաս խաշլամի ջուր ունեն։ Չէ, ոչ ասիր, ինչ խաշլամի ջուր։ Չէ, լուրջ եմ ասում, խաշլամի ջուր եմ ուզում։ Հա? Կամ սխտորով լոբի։
Այս հիվանդես բան է, ախորժած բացվել է։ Մանած խոշլամի ջուր կուզեի։ Ասա որ շատ է շոքում, ասա որ հանվեմ ամոթ կլնի։ Բայց շատ եմ շոքում, որ հանվեմ ամոթ կլնի։ Չէ, հետ ամոթի, ամոթ կլնի, բայց։ Բայց շորից տակից մի բան կար։ Չէ, հաստատ դիջորություն ունես։ Երևի։ Մի քիչ կյանքից խոսանգերուդ հետ։ Լավ է, շուտվանից դուր չենք եկել, լավ արցի, զանգեցիր գիտես։ Դրա այս կողմից ամբողջը անկապ։ Կարոտել էի քեզ, շուտվանից չեմ տեսել, ինչքան վաղտա չենք տեսնվել։ Երբ զանգում եմ, ասում ես դասի եմ կամ հարմար չի կամ սենց նենց ու շատ տնից չեմ կարող դուրս գամ։ Բա ինչ անեմ, հավ է զանգեց։ Տեքստերի ընթացքում անսպասելի մի հատ հաչ է, անսպասելի, բայց մի ինչ-որ բան պատմի ու ընթացքում անսպասելի հաչ է։ Բայման իմացավ ինչ եղավ։ Գիտես ում տեսա։ Ինչպես լոնակար։ Հա։ Այնօր գնացի Լեյբան խանութ։ Եկեց Սոնային դենա մի հատ բլուզկա էր առնում, գեղացի անտոշակը։ Հաչա։ Հաչը լսեք ու հաչացի։ Վրոյցի բա ամեն ինչ նորմալ է։ Ուզեմ քեզ նման չես չերկնում։ Դե շտումած չենք տեսել, ստումա փոխվել եմ մի քիչ։ Բայց ամեն ինչ նորմալ է, իմ հետ սաղ նորմալ է, ես եմ։ Հա դե ջուրդ խմի։ Մի հատ մատուցողին կանչի ու հենց գա, ասի ինչ եք ուզում, ասա ոչ բան, ուղղակի ձեզ է ուզում տեսնել։ Մատուցողներ ամ։ Մատուցող։ Ինչ ես ուզում։ Ինչ ես ուզում։ Սակա կասեմ։ Գողա խաշլամի ջուր ես ուզում։ Բան չէ ես, ուղղակի ես մեծ ես տեսնեի։ Դուրս եկել է, ուզում էի տնայ։ Հան սիրում, սիմպատիչնի ձյաձյա էր։ Ես սիրում եմ ուշադրության կենտրոն ունեմ։ Ինչ-որ մի հատ անիմաստ բանի վրա ջղայնացի ու քո կամ դիմացինի ջուրը շփի պոլին։ Սիմկետ ոնց է, վրաս ազդում չես կարա պատկասես, քանի անգամ ասեցի դրան չբռնես։ Լուրջ եմ ասում, վրաս վաղշը ազդում է։ Գժվել է։ Հա գիժում։ Երևում է, գիժը տակություն ունես ոնց է։ Մատ ջերմա չափ ասենք թո բերեն։ Հելի մաքրես, ինչ ես անում։ Ոնց էլի մաքրի, մատուցող կա, թե ինքն է մաքրի։ Համպես խիլեցրեցի ջուրը գետնի։ Ոչի ջրի փողը կտամ ես։ Չխնդիր կա։ Հա։ Չխնդիր։ Իմաստա։ Շնորհքություն։ Հա, շնորհքություն արեց։ Ջղայնացա սումքիդ վրա, ասի ջուրը շփամ անգստանամ։ Վեր կաց պապազի նստի գետնին ու սկսի աղոթել, ասա դու միշտ կոֆե խմելուց հետո աղոթում ես։ Ես միշտ կոֆե խմելուց հետո աղոթում եմ։ Ով է նայում, որ հիմա իմ ադատ է, կոֆեից հետո աղոթում եմ։ Խայտարակ ես ինձ Ինչու ինքսով այդ խոսում, ինչու աղոթում ես ջուրես գցնում սունկից վրա է ասում, ի՞նչ է դա։ Չգիտեմ, բայց տրամադրությունից լավ է, չէ բան է բանը։ Մատուցողից մի բաժակ ջուր ուզի։ Net ինձ կարաս ասես, խես ինձ։ Ինձ մի բաժակ ջուր կբերեք։ Հենց բերի, ասա դե լցրեք լվացվեմ։ Ինչ ան կատարում։ Ոչ մի բան չի կատարում, նորմալ է։ Դե նորմալ է, դու համամից տպազեմ աղոթում։ Այդ ջուրն ինչ եղավ։ Այսա կբերի մի քիչ համբերին։ Համբերենք։ Ես թվում է ես քեզ ոչ չեմ ճանաչում։ Դու հաստատ փոխվել ես։ Քեզ նորմալ կպահես, նորմալ։ Մի հատ որ խնդրեմ կլցնեք լվացվեմ։ Որտե՞ղ։ Ինչ-որ մտեղ, թեկուզ բաժակի մեջ։ Դատուն եմ բաժակի մեջ լվացվում։ Տակական։ Լվացվել եմ ես։ Մերսի։
Ինչ ես անում։ Զուր լվացվեմ, որտեղ լվացվում։ Լվացվում Որտեղ չկա լվացվելու, ստեղ եմ ուզում Բայց լվացվում։ ինչ ես արել որ լվացվում։ Ձեռնես կեղտոտ աղոթելուց հետո լվացվում եմ։ Ինչ լվացվում։ Սա քիչ համբերից չես անում։ Սա կթողը կգնա։ Չէ, հանգիստ նստիր արդ կգնանք։ Ընկերուդ հարցրը ընկեր ունի։ Թողեմ գնա։ Սի դու ընկեր ունեի, չէ։ Հա ունեի։ Ասես կարաս ընկերոջը ստկրվես ու մենք իրար հետ ընկերություն անենք։ Գազմատ առաջարկ ունեմ։ Կարաս ընկերոջս հետ կռվես իմ հետ ընկերություն ունես։ Ես լուրջ եմ տեսնում։ Դու կարող ես խնդիրներ ունես։ Ռադիանոն եմ բժշկի եղել, ասացին ամեն ինչ նորմալ է, մենակ թոքերը տա մի քիչ բորբոքված, բայց դե ոչինչ դեղ է նշանակի խմեմ կանցնի։ Ինչ քոտ կատերի սողոգ խոսում ինչ բան ես անում։ Ժողովուրդ իմ հետ ինչ-որ բան է կատարվում։ Բարձր սկսի մշեցի երգը երգել։ Հաստատ ինչ-որ բան է կատարվում։ Գիտես իմ սրտս ինչ է ուզում։ Ուզում եմ երգեմ։ Մշեցի, Չկա դրա մեջ երգում եմ, սիրած դերասանն է ինձ հետ։ Չէ, որ ես գնում, իրար հետ կգնանք, հանգստացի։ Ես գնում։ Չէ, ոչ մի տեղ չես գնում։ Հանգստացի, իրար հետ կգանք։ Ամենայի սիրուն նստած ենք հանգիստ մեր համար։ Մարդիկ նորմալ։ Քեզ են նայում, խայտարակ արեցի ինձ տեղ։ Թե իրանց ընկերուհիներին նայեն, ինձ ինչի են նայում։ Ես լավ չայլորդ է բանք իրար հետ, մոտ մոր մշեցին ո՞րն է, ինչ ես անում։ Մշեցին չգիտես։ Ես մի բան ասեմ։ Սոնա ջան, դու հենց նոր օգնեցիր Անահիտին, որ ինքը վաստակի 50,000 դրամ գիտես։ Այս մարդիկ է սա գիտեն քո մասին, գիտես, մենակ դու չգիտեր ես մեծ դալիճում ես մեծ սրճարան, մեծ ավ տվեք էլ ես մարդիկ։ Իսկ դու ապրես, ամեն ինչ արեցիր, որ ստանաս այս 50,000 դրամանոց նվեր քարտը։ Սոնա ջան, մի հատ ասա տեսնեմ ինչ է զգում, օրինակ, երբ որ մարդ դիմաց նստած հաչում է կամ քիթնափորում, մասսայական վայրերում, ինչ է զգում։ Առաջինը նախ շատ է ամաչում, ստացին քարտեն, օքեյ, կամ ինչ-որ խնդիրներ ունի, ուզում է ամեն րոպե ինչ-որ դուրս գնայի, որ չտենայի։ Ուսած չգիտեմ։ Ինչ է քեզ սպայում, գիտես չէ, եթե 10 րոպե դու չդիմանայիր, ինքը կզրկվեր այս ամեն ինչից։ Դե ուր թողնեի գնալ, փողոցում մի խայտարակ կամ ուզում է հանվել արդեն։ Ապրես, մեկ անգամ եւս եկեք ծափարը։ Եկած։ Սա ես ուրախ ես, կիսվի, ուրախությամբ կիսվի քո ուզմունքով։ Այո։ Հիմա պատկերացնեք դու Տեխնոլայֆի քարտի տեղը Օսկար ես ստացել, հա ինչ էր կասես օրինակ, շնորհակալություն եմ հայտնում իմ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ նախագծին։ Չէ, Օսկարում մայրիկ հայրիկ ես, ոչ որ մայրիկն է, ոչ հայրիկը, ավելի այդպես ընտանիք, մայրիկ բան, այդպես բաներ։ Չէ։ Շնորհակալություն եմ հայտնում ինձ իմ տաղանդի։ Իսկ այժմ ներկայացնեմ մեր հաղորդման երկրորդ մասնակցին, ողջույն Լանա։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Հիանալի։ Ում ներվերի հաշվին ես ուզում այսօր վաստակել 50,000 դրամ։ Ընկերոջը։ Իսկ ըստ քեզ ընկերդ համբերատար է թե ոչ։ Բավականին։ Լավ։ Արիս ես պայմանավորենք Լանա, ես գիտեմ, որ դու փնտրում ես աշխատանք։ Այսօր մենք ես կուղեկցենք, ավելի շուտ ու ընկերոջդ կասես, որ գնում ես ինչ որ միտեղ գործի ընդունելու։ Կհայտնվեք ինչ որ գրասենյակում, որտեղ ձեզ կսպասի մեր դերասանը որպես գրասենյակի աշխատող, որը քեզ հետ կունենա հարցազրույց, եւ մենք կհասկանանք, կփորձենք հասկանալ, թե ոնց է իրեն դրսևորում քո ընկերը։ Լավ։ Լավ։ Իմիջիայլոց ես քեզ ասեմ, որ ականջակալի միջոցով դու պետք է անես իմ բոլոր հրահանգները։ Հրահանգները չանելու դեպքում ես ուղղակի ստիպված կլինեմ Լանա դադարեցնել մեր խաղը, համաձայն ես։ Համաձայն եմ։ Մեկ էլ մի այսպիսի քեզ զգուշացում։ Քո ընկերը պետք է դիմանա 10 րոպե։ Եթե նա 10 րոպե դուրս չեկավ սենյակից, չջղայնացավ քեզ վրա, չթողեց գնաց, աղմուկ չբարձրացրեց, դու կստանաս 50,000 դրամի նվեր քարտ Տեխնոլայֆ խանութներից, որը իդեպ գտնվում է Կոմիտաս 60 հասցեում։
տեխնիկայի խանութ է շատ մեծ ընտրանի եւ շատ մատչելի գների միջավայր քեզ ասեմ, որ դու իմանաս։ Ուզում եմ նաեւ Լանա քեզ զգուշացնել, որ եկար զգացի, որ քո ընկերը տեղյակ է։ Ուղղակի դուք ուզում եք երկուսով ինձանից ստանալ 50,000 դրամ, ես նույնպես դադարեցնում եմ խաղը։ Դե արի պայմանավորվենք, որ հենց հիմա մենք խաղը սկսում ենք։ Համաձայն ես։ Համաձայն եմ։ Գնացինք։ Աշխատանքի համար եք եկել։ Ձեզանից որ մեկն է աշխատանքի համար եկել։ Ես։ Հա։ Լանա Գրիգորյան։ Գրիգորյան Լանա։ Այո։ Լանա ջան, եթե ինձ լսում ես, մի հատ ինձ գլխով արա։ Դուք ռեզյումե եք, չէ՞ ուղարկել։ Այո։ Արդեն երևի տեղյակ եք, մենք պատրաստում ենք համակարգչային խանութ բացենք Բաղրամյան փողոցի վրա ու ոնց որ աշխատակից ամես պետք օֆիս մենեջեր։ Դուք ստեղ նշել եք, որ ունեք աշխատանքային փորձ։ Այո։ Մի քիչ որ խնդրեմ ավելի կմանրամասնեք այդ աշխատանքային փորձի հետ կապված։ Իմ աշխատանքային փորձը ես հագցի դիզայներ եմ։ Բայց դե կապ չունի, ես ցանկացած աշխատանք իմ համար կարևոր է եւ կատարեմ։ Իսկ դուք համակարգիչներին ծանոթ եք։ Իհարկե։ Սունկայից հետ ինչ-որ մի հատ պարագա հանի քսվելու, սկսի քսվել։ Համակարգիչի կառուցվածքը, ինչ մասերից այն կազմված։ Քսվելով խոսա հետո։ Դե ամեն ծրագրով կարող եմ աշխատել, իմ համար փորձ ամեն դեպքում կարևոր է։ Լավ, իսկ օրինակ համակարգչի տպիչին ծանոթ եք, կարող եք ասենք թե պրինտ անել տպել։ Կարող եմ։ Պինցետ ունես, կարաս հունքերդ հանես, կարաս սկսես հունքերդ հանել։ Օֆիս մենեջերի աշխատանքը կայանում է նրանում, որ նա նստի աշխատատեղում, ընդունի զանգեր, պատասխանի հաճախորդներին, հաճախորդների հետ փորձի ինչ-որ լեզու գտնել, համոզել, որպեսզի խանութի ապրանքը վաճառվի։ Ասա, բայց ես լավ էլ երգում եմ ու սկսի Happy Birthday to you երգը երգել։ Որտեղ եք ավարտել սովորել։ Թեթև արդյունաբերական պետական քոլեջում։ Ասա, որ լավ ես երգում։ Իմ համար երգ ես։ Չէ, ասա, որ դու ես լավ երգում։ Ես կարեմ քորոնել երգը։ Մերը համակարգչային խանութ է եւ իհարկե եթե դուք որևէ պատկերացնում եք համակարգչի մասին, դա դեռ չի նշանակում, որ ասենք դուք կարող եք այդ աշխատանք անել, բայց խնդիրը դա չէ։ Հեռախոս ունես մոտդ։ Սովորեցնել, ցույց տալ ասենք աշխատանքը եւ եթե մարդու ցանկություն կա այդ գործը անելու, ինձ թվում է իր մոտ կստացվի։ Դու ընկերոջդ ասա թող քեզ շեֆի հետ նկարի։ Պատկերացնում այդ գործի մեջ։ Սովորական գնիկարես ինձ։ Գնա շեֆի հետ նկարի։ Ցանկալի չի, իհարկե։ Մի անգամ։ Գնայեք ինքը ձեր ընկերն է։ Ինչ կապ ունի, ես պրոստը ուզում եմ ձեր հետ նկարել։ Նկարի։ Լավ, մի անգամ։ Դուք շատ անհարմար սիտուացիա եք ստեղծում։ Նստի։ Լավ, նստի տեղդ, նստի։ Ասա, որ դու շաբաթը մեկ ես լողանում, բայց որ ընդունեն աշխատանքի ամեն օր կլողանաս։ Լավ, եկեք շարունակենք։ Եկեք, ես շաբաթը մեկ եմ լողանում, բայց եթե աշխատանքի համար լինի, ես կարող եմ ամբողջ օրը լողանալ։ Մեզ կները քաղաքի դիչ օգնած անգամ։ Չէ, ես նորմալ եմ։ Քոչ չա կարգավորություն ասում։ Իմ հետ ոչ մի բան։ Լավ։ Ես ներկայացնում եմ ինձ, որ հետո արդեն աշխատանքի ժամանակ մեջ հարաբերությունների հետո կպարզեք, մի քիչ ավելի շատ գործից խոսանք, հա։ Ասա, որ շեֆի համար անակնկալ ունես ու մի հատ բանաստեղծություն ասա իրան։ Պլանշետներ, մոնիտորներ, տպիչներ, դուք ծանոթ եք իրանց հետ աշխատանքին։ Նորմալ աշխատել եմ։ Ասա, որ հատուկ իր համար անակնկալ ես պատրաստել։ Նոթբուքով։ Ես համար անակնկալ եմ։ Շեֆին։ Բանաստեղծություն ասա մի հատ։ Ես շատ կուզենայի ձեր համար բանաստեղծություն ասել։ Բայց երևի ավարտել։ Չէ, սկսի ասել բանաստեղծություն։ Շատ եմ սիրում ձեր աշկերը խորի մոտ։ Լավ է։ Դե ուղղակի շատ տենց ուզում էի անակնկալու շատ անել։
Ասա, որ համակարգչային ծրագրերից ամենալավը տիրապետում ես Facebook-ին, Одноклассники-ին ու Skype-ին։ Դուք իմ հարցի վերջի հարցին չպատասխանեցիք։ Դուք պլանշետով աշխատել եք աշխատանքային։ Ես համակարգչային ծրագրերից շատ լավ հասկանում եմ Facebook-ից, Contact-ից, Twitter-ից, ամենից կարողանում եմ հասկանալ։ Հա, փաստորեն դուք սոցիալական ցանցերով եք աշխատել, Իհարկե, հա, համակարգչային ծրագրերը աշխատանքի ընթացքում սոցիալական ցանցերը խանգարում են աշխատանքին։ Մենք ունենք բազմաթիվ ռեզումեներ եւ պարտադիր չի, որ մեր ընտրությունը կանգ առնի ձեզ վրա եւ ես Ասա, որ ականջողդ կորելա ու չոքի սկսի ականջողդ մանգալ գետնին։ Բայց ես չգիտեմ ուղղակի ես այդ ծրագրերում, բայց մի րոպե։ Չոքից դուրս գա։ Նարեկ։ Զորավորում եմ։ Ես քեզ դեռ շատ հետաքրքիր բան եմ ուզում ասել, դու այսօր խանգարեցիր Լանային հաղթել 50,000 դրամ։ Հաղթել այս Technolife խանութի 50,000 դրամանոց նվերքարտը, որը պետք է մենք հանձնեինք Լանային։ Իսկ ինձ հետաքրքիրը գիտես ինչ էր այդ ժամանակ քեզ հետ կատարում, ինչ էր մտածում, լավ։ 100 տարվա ընկերուհուդ հետ եկել ես գործի ընդունվելու, ընկերուհին իրեն պահում է ոչ adekvat։ Ինչ էր քեզ հետ կատարում, ինչ էր ներքուստ քեզ հետ կատարում։ Իրոք չեմ կարող ասել, դու չճանաչես ինձ, դու քրտիկ ընտավելեր վրես։ Չեմ ջոգինգ օփշի ինչ այլ անում։ Փոխվել է։ Իրոք դիպան այն չէ, հա։ Իսկ հիմա որ գիտես արդեն որ 50,000 դրամից Լանային զրկեցիր։ Ոնց է, օրինակ ոնց է ինքնազգացողությունը այս բանը։ Դե մի քիչ Ոնց ես նայելու աչքերից։ Ոնց ես նայելու ես աչքերի մեջ 50,000 դրամ պատկերացնում ես Technolife-ում ինչ էր կարած վերցնել։ Լավ, ամենայն դեպս ես ասեմ, որ թող մեր բոլոր հեռուստադիտողները տեսնեն, որ այսպիսի բաներ են լինում եւ եթե դուք որոշել եք մեր միջոցով փող վաստակել, բայց ձեր ընկերոջ եղբոր կամ հայրիկի կամ մայրիկի հաշվին, ապա եղեք զուսպ եւ փորձեք հասկանալ ձեր դիմացին, չնայած այս սորվանից հետո ես վստահ եմ, որ Լանային հասկանալ ուղակի չէր կարելի։ Լանա ջան, շատ լավ էր ոտանավորդ ինձ ուղակի սա։ Շատ շնորհակալություն։ Հուսով եմ մյուս անգամ ապրել մի քիչ ավելի ուշ։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, արի պայմանավորվենք հաղորդման առաջին եթերը համարենք ստացված։ Իմիջիալոց ասեմ, որ այս հաղորդման հյուր կարող եք դառնալ յուրաքանչյուրդ, եթե ձեր շրջապատում ունեք այնպիսի մարդ, ում ներվերի վրա վստահ եք, որովհետև նրա ներվերի հաշվին դուք կարող եք վաստակել գումար։ Եթե ուզում եք վաստակել մեր հաղորդմանը, կարող եք կապնվել ինձ հետ այս էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել այս հեռախոսահամարով։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, արի պայմանավորվենք, որ հանդիպում ենք ուղիղ մեկ շաբաթից նույն ժամին։ Հաջողություն։